Արևմտյան Վրաստանի Անակլիայի հանգստավայրում գտնվող Խորջրյա նավահանգիստն ամեն դեպքում ժամանակին կկառուցվի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Խորջրյա նավահանգստի շինարարությունը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերին։ Ծովային ենթակառուցվածքների վրա աշխատանքներն իրականացնում է բելգիական Jean de Null ընկերությունը, որի հետ Վրաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում։ Անակլիայի նավահանգիստը կնպաստի մեր երկրի տարանցիկ դերակատարման զարգացմանը։ Կառավարությունը կենտրոնացած է ներդրողների հետ բանակցությունների վրա։ Գլխավորն այն է, որ Անակլիայի նավահանգիստը կառուցվի եւ պետությունը ստանա առավելագույն շահույթ այս նախագծից։ Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, որ նավահանգստի հետ համաձայնագիր կկնքի ոչ ուշ, քան 2025 թվականի ամռանը, սակայն ներդրողի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Ինչպես նախկինում հայտարարել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Խորջրյա նավահանգստի կառուցման նախագծի առաջին փուլը կավարտվի ոչ ուշ, քան 2029 թվականին։ Առաջին փուլում ընդհանուր առմամբ կներդրվի $600 միլիոն եւ ավարտից հետո նավահանգստով տարեկան կանցնի ավելի քան 600,000 կոնտեյներ։ Պետության տնօրինության տակ կլինի Անակլիայի նավահանգստի 51%-ը, իսկ մնացածը կանցնի մասնավոր ներդրողին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցին։ Ըստ գերատեսչության զեկույցը լիովին կտրված է իրականությունից, տարածելով ապատեղեկատվություն, միտումնավոր աղավաղելով փաստերը, անհեթեթ մեղադրանքներով եւ տեղեկատվական մանիպուլյացիայի մեթոդներով։ Վրաստանի արտգործնախարարությունում կարծում են, որ դա խաթարում է վրացական հասարակության վստահությունը Եվրամիության եւ նրա ինստիտուտների նկատմամբ, ինչը արտացոլվում է հասարակական տրամադրություններում եւ քաղաքական շրջանակների արդարացի բողոքներում։ Զեկույցը վրացական հասարակությունը բևեռացնելու, ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը ժողովրդից առանձնացնելու եւ հակաժողովրդավարական գործընթացներն ու արմատական տրամադրությունները խրախուսելու եւս մեկ փորձ է, նշված է հայտարարության մեջ։ Արտգործնախարարությունից նաեւ նշել են, որ Վրաստանը, որպես Եվրամիության պատասխանատու եւ հավատարիմ գործընկեր, կրկին հաստատում է փոխշահավետ համագործակցության իր պատրաստակամությունը հիմնված հարգանքի, վստահության եւ ընդհանուր արժեքների վրա եւ ակնկալում է կառուցողական ու արդար մոտեցում Եվրամիության ինստիտուտներից։ Հիշեցնենք, որ զեկույցի նախագծում Եվրոպական խորհրդարանը համերաշխություն է հայտնում վրաց ժողովրդին, որը շարունակում է պայքարել եվրոպական եւ ժողովրդավարական Վրաստանի համար, ժողովրդավարական նահանջի, աճող բռնաճնշումների, ագրեսիվ հռետորաբանության, ապատեղեկատվության եւ սպառնալիքների պայմաններում։ Փաստաթուղթն ընդգծում է Եվրամիության եւ մի շարք երկրների կողմից Բիձինա Իվանիշվիլիի, վրացական երազանքի առաջնորդների, դատավորների, դատախազների եւ այլ պաշտոնյաների նկատմամբ անձնական պատժամիջոցների կարեւորությունը, որոնք մեղադրվում են ժողովրդավարական նահանջի, ընտրակեղծիքների, մարդու իրավունքների խախտումների եւ ընդդիմության ու ակտիվիստների հետապնդման համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենտսենի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Թուրքիան գագաթնաժողովը կհյուրընկալի Անկարայում հուլիսի 7-ից 8-ը, ինչը կարևոր դիվանագիտական իրադարձություն է համարվում տարածաշրջանային հակամարտությունների ֆոնին։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը Ստամբուլում կայացած Սահա Էքսպո 2026 միջազգային պաշտպանության, աերոտիեզերական եւ տիեզերական ցուցահանդեսում ներկայացրել է Yildirim Han կոչվող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Հրթիռի թռիչքի հեռահարությունը 6000 կիլոմետր է։ Այն կարող է զարգացնել 25 մախին համարժեք արագություն։ Նոր հրթիռը որպես վառելիք օգտագործում է հեղուկ ազոտի տետրօքսիդ եւ 4 հրթիռային շարժիչ։ Սահա Էքսպո 2026-ը, որը կազմակերպվել է Թուրքիայի առաջատար պաշտպանական կլաստերի Սահա Իստանբուլի կողմից, անցկացվում է մայիսի 5-ից 9 Ստամբուլի ցուցահանդեսային կենտրոնում։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել 2-ից 3 շաբաթ, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նա վստահություն է հայտնել Թեհրանի հետ վեճերի արագ դիվանագիտական լուծման հնարավորության վերաբերյալ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։ Ինձ դուր չի գալիս այն, որ իրանցիներն ինձ հետ խոսում են մեծ հարգանքով, սակայն հետո դուրս են գալիս հեռուստատեսության պասում, մենք չենք խոսել նախագահի հետ, խաղեր են խաղում։
Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի ֆինանսական համակարգը կփլուզվի։ Նրանք պետք է խելացի վարվեն, քանի որ մենք չենք ուզում ներխուժել եւ սպանել մարդկանց։ Իրանը ոչ մի շանս չունի։ Նրանք դա գիտեն։ Միաժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանի հետհրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ եւ դա շարունակելու կամ չշարունակելու մասին Միացյալ Նահանգների նախագահը որոշում կկայացնի։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարարի խոսքով Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ուղեկցման գործողությունը ժամանակավոր բնույթ է կրում։ Չի կարելի թույլ տալ, որ Իրանն արգելափակի խաղաղ երկրները եւ նրանց ապրանքները միջազգային ջրային ուղիներում։ Աշխարհն այս ջրային զարկերակի կարիքն ավելի շատ ունի, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է ազատության նախագիծ գործողությունը, որը Պարսից ծոցում մնացած նավերի ազատելուն էր ուղղված։ Այդ մասին նա գրել է Truth Social-ում։ Թրամփն իր որոշումը բացատրել է Պակիստանի եւ այլ երկրների խնդրանքով, Իրանի դեմ արշավի ընթացքում հսկայական ռազմական հաջողություններով, ինչպես նաեւ Թեհրանի հետ լիարժեք եւ վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ զգալի առաջընթացով։ Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, քանի որ դեռ շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով, ազատության նախագիծը նավերի անցումը Հորմուզի նեղուցով կարճ ժամանակով կդադարեցվի տեսնելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Սպիտակ տունը հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակումից հետո Պարսից ծոցում մնացած առևտրային նավերն ազատելու գործողության մասին, նշելով, որ շատ երկրներ, որոնք ներգրաված չեն հակամարտության մեջ, դիմել են Միացյալ Նահանգներին նման խնդրանքներով։ Թրամփը պնդել էր, որ գործողությունը զուտ մարդասիրական բնույթ ունի եւ նպատակ ունի օգնելու այն նավերի անձնակազմերին, որոնց մոտ սննդի եւ այլ պաշարների պակաս է զգացվում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման գործողությունը դադարեցնելու մասին հայտարարությունից առաջ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած էպիկական ցասում գործողությունն ավարտված է։ Ինչ վերաբերում է բանակցություններին, Ռուբիոյի խոսքով հարցը ոչ միայն ուրանի հարստացումն է, այլև 2025 թվականի հունիսի ամերիկյան հարվածներից հետո գետնի տակ մնացած միջուկային նյութի հետագա ճակատագիրը, որն առանցքային կետ է Միացյալ Նահանգների համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնը նախընտրում է խաղաղության ուղին։ Ինչ վերաբերում է Հորմուզով նավերի ուղեկցման ազատության նախագիծ գործողությանը, որը Միացյալ Նահանգներն արդեն դադարեցրել է, Ռուբիոն նշել է, որ այն պաշտպանական բնույթ ունի։ Նա հայտնել է, որ 87 երկրի 23000 քաղաքացիական անձ արգելափակված է նեղուցում գտնվող նավերում։ Նրանք գտնվում են շատ ծանր վիճակում, մեկուսացված են, ունեն սննդի եւ ջրի պակաս։ Ռուբիոյի խոսքով առնվազն 10 նավաստի է մահացել այս իրավիճակի պատճառով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերացնել Մերձավոր Արևելքից բխող ռազմական սպառնալիքները։ Այս մասին Փեզեշքյանն ասել է Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ Ալ-Զայդի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես կոչ արեցի Միացյալ Նահանգներին հեռացնել ռազմական սպառնալիքները մեր տարածաշրջանից։ Շիականության ուսմունքի հետևորդներին հնարավոր չէ բռնի ուժով պարտադրել, գրել է նա X-ում։ Հեռախոսազրույցի ընթացքում Ալ-Զայդին հայտարարել է, որ Բաղդադը պատրաստ է հյուրընկալելու Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունները եւ նպաստելու խնդիրների լուծմանն ու պատերազմների դադարեցմանը։ Մենք այս քայլը համարում ենք մեր ուսերին դրված մարդասիրական, իրավական եւ քաղաքական պարտականություն, նշել է նա։ Իր հերթին Փեզեշքյանը նշել է, որ Իրանը հակամարտություն չի փնտրում տարածաշրջանի երկրների հետ, սակայն դառը իրականությունն այն է, որ տարածաշրջանի որոշ երկրներում տեղակայված ամերիկյան բազաներն օգտագործվել են մեր դպրոցները, հիվանդանոցները եւ ենթակառուցվածքները ռմբակոծելու համար, նշել է Փեզեշքյանը։ Ալ Ջազիրայի փոխանցմամբ Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը վերջին օրերին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի համար իր նոր անվտանգության ծրագիրը նպատակ ունի կանխել զենքի եւ զինամթերքի անցումը ջրային ուղիով դեպի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներ։ Չինաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքն արագ կվերականգնվի, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքի եւ անվտանգության վերականգնման վերաբերյալ միջազգային հանրությունն ունի ընդհանուր մտահոգություններ։ Չինաստանը հույս ունի, որ համապատասխան կողմերը հնարավորինս շուտ կարձագանքեն հրատապ կոչերին։ Պեկինում Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արախչիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Վան Ին։ Չինաստանն ակտիվորեն հանդես է գալիս Հորմուզի նեղուցում բնականոն նավագնացության անհապաղ վերականգնման օգտին։ Պեկինը նեղուցի փակումը համարում է համաշխարհային էներգետիկ անվտանգությանը սպառնացող լուրջ գործոն, քանի որ Չինաստանն իր նավթի զգալի մասը ստանում է հենց Հորմուզի նեղուցով։
Թեհրանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, 26-ը վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել Թեհրանի արևմտյան Շահրիյար շրջանում գտնվող Արգավան առևտրի կենտրոնում։ Դեպքի վայրժամանակ հրշեջները ժամեր շարունակ փորձել են մարել կրակը։ Տեղի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ շենքի պատերը դյուրավառ նյութերից են եւ դա նպաստել է կրակի արագ տարածմանը։ Պարարտանյութի եւ հացահատիկի եւս մեկ խմբականակ Ռուսաստանից կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով, այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի երկաթուղիներ ՓԲԸ-ից։ Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 25000 տոննա հացահատիկ, մոտ 2000 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկացորեն։ Նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան նույնպես շարունակվում է։ Մինչ օրս Հայաստան է մատակարարվել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ռեգուլյար եւ 2955 տոննա պրեմիում տեսակի բենզին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ։ Այդ ընդգծում է Ադրբեջանի ու Եվրամիության միջև փոխգործակցության եւ երկխոսության կարեւորությունը տարածաշրջանային եւ գլոբալ փոփոխվող դինամիկայի ֆոնին։ Այն հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունը հիմնված փոխադարձարգանքի եւ ընդհանուր շահերի վրա, ասված է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Կալասը նշել էր, որ Ադրբեջանը Եվրոպական միության արժեքավոր եւ հուսալի էներգետիկ գործընկերն է։ Նրա խոսքով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է եւ կարեւոր է պահպանել այդ թափը։ Եվրամիությունն ունի մի շարք գործիքներ այդ գործընթացին աջակցելու համար, վստահության ամրապնդման միջոցառումներից մինչեւ ականազերծում, որտեղ մենք արդեն խոշորագույն դոնոր ենք, հայտարարել էր Կալասը։ Ադրբեջանում գտնվող միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը հայտարարել է, որ պետք է աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների առաջընթացին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նկատվում է առևտրի եւ փոխգործակցության այլ ոլորտների վերականգնում։ Միևնույն ժամանակ ուժեղանում է համագործակցությունը երկու երկրների գործադիր իշխանությունների մակարդակով։ Նշել է պաշտոնյան, հավելելով, որ այժմ ընդլայնվում է նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի խորհրդարանների միջև փոխգործակցությունը։ Մարոթ Արվերդյան, Հարևաններ։